Սրբով, ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր մեծ պահքի երրորդ կիրակին է, որ ինչպես ավետարանից հասկացաք, կոչվում է անառակի կիրակի։ Եվ բոլորս էլ շատ լավ գիտենք եւ բազում անգամներ լսած ենք այս առակը, եւ օրվա խորհրդի հիմքում ընկած է վերջապես զղջումի եւ ներումի եւ ապաշխարության խորհուրդը։ Ավետարանական այս պատմությունը շատ անմիջական կապ ունի մեզանից յուրաքանչյուրի հետ, մեր հոգևոր ընթացքի, մեր ընկալումների եւ դաստիարակության հետ։ Եվ առակի մեջ ամեն մի երկար լինի անառակորդին, եղբայրը, հայրը, գամայն, գործատերը, որիքով աշխատեց, ունի իր խորհուրդը եւ այսօրվա մեր կյանքի շատ նման է։ Առակի մեջ մատնանշում է, որ կրծեր որդին վատնեց ունեցվածքը, այսինքն մահվան չափ մեղքի մեջ ընկավ։ Վատնեց ամբողջ նորքը, որ իր հորից իբրև պարգև ստացել էր։ Եվ առակում հիշված սովը դա հոգևոր սովն է։ Օտար երկրի քաղաքացին, ում մոր կրծեր որդին ծառայության անցավ սատանանը, որն իր կապանքների մեջ գերեց կրծեր որդուն եւ ով էլ գործեց իր ազատությունը։ Եվ խոզերին արածեցնելը փոխաբերական իմաստով ցույց է տալիս մեղավոր իրականության մեջ մարդու կապված լինելու իրավիճակը։ Կրծեր որդին ցանկանում էր եղջերելու բտուղ ուտել, այսինքն խոզերի գերը, որը սատանայի գերագուրն է, այսինքն հարբեցողությամբ զբաղվել, շնություն անել, որից որ հագենալ չկա։ Սակայն առակը պատմում է ոչ միայն մեղքի, այլև զղջման մասին, երբ որ որդին ասում է. վեր գնամ, երթամ հորս մոտ։ Առակը պատմում է. հայրը տեսավ որդուն եւ վազելով ընդառաջ գնաց, գթաց, գրկեց նրան եւ համբուրեց։ Ինչն Աստծո սիրո եւ ողորմության արտահայտումն է։ Ավակ որդին վերադարձավ եւ իմանալով դեպի ունեցածի մասին նեղսրտեց։ Սիրելի հավատացյալներ, անառակ որդու այս առակը պատահական չէ, որ հիշատակվում է մեծ պահքի շրջանում։ Եթե մենք մեծ պահքի առաջին կիրակի խորհրդով հիշում ենք դրախտային երջանիկ կյանքը, իսկ երկրորդ կիրակին դրախտից արտաքսումը, ապա անառակ որդու օրինակով փորձում ենք մեզ համար վերագտնել հոգևոր այն ճանապարհը, որը մեզ պիտի վերադարձնի կորցրած դրախտը, մեր հայրական տունը։ Եվ այսօրվա խորհուրդը մեզ ներկայացնում է մի մարդու, ով հեռանում է հորից եւ փորձում է ընտրել իր ճանապարհը դեպի օտար երկիր, որտեղ հույս ուներ գտնել լիություն եւ երջանկություն։ Այս առակը որոշակի ինչ որ մի մեղքի մասին չի խոսում, այլ մեզ է ներկայացնում մեղքի իր ամբողջ գործանարար զորությամբ։ Տղան հորը ասում է. հայր, դուր ինձ ունեցվածքի իմ բաժինը։ Եվ եթե այս տողերը փորձենք այլ կերպ բացատրել, այսօրվա հասկացողությամբ այն կարող է հնչել մոտավորապես այսպես. հայր, դուր ինձ այն, ինչ որ միևնույնն է, իմ հասանելիքն է, իմն է լինելու նույնիսկ քո մահից հետո։ Ես ցանկանում եմ ապրել իմ կյանքով, իսկ դու խանգարում ես ինձ։ Ես չեմ կարող սպասել, թե երբ դու կմահանաս, իսկ այն ժամանակ արդեն ես չեմ կարողանա վայելել ազատությունը, ինչպես այժմ։ Երբ երիտասարդ եմ, ես արդեն չափահաս եմ
եւ ինձ պետք է ոչ թե հայր, այլ ազատություն եւ քո աշխատանքի արդյունքը։ Թերևս մեր օրերում կտեսնենք այսպիսի զավակներ։ Եվ միթե այս մտածումները սարսափելի չեն։ Յուրաքանչյուրս էլ կհամաձայնվենք սրա հետ, որ սարսափելի մտածումներ են եւ միևնույն ժամանակ անդրադառնալով մեր կյանքին պիտի նաեւ հասկանանք, որ նույն կրսել որդու օրինակով վարվում են մենք ինքներս թե մեր երկնավոր հոր, թե մեր նմանի հետ։ Չէ որ մենք էլ շատ հաճախ պահանջում ենք Աստծուց այն ամենը, ինչ կարող է տալ մեզ Աստված։ Առողջություն, խելք, միտք, հաջողություն, երջանկություն, միշտ խնդրում ենք մեր աղոթներում։ Խնդրում ենք ինչի գարիք որ ունենք, որբեսի վերցնենք ու հեռանանք Աստծուց։ Եվ այդ ամենը մենք ստանում ենք ու շատ հաճախ մոռանում Աստծուն, որ դա մեզ պարգևել է առատության։ Եվ միթե այս նույն կերպ չենք վարվում նաև մեր բարեկամների, հարազատների կամ դրացիների հետ, վերցնելով այն, ինչ մեզ պետք է ու հեռանալ։ Վերցնում ենք ու հեռանում եւ անարագ որդու նման զրկվում ենք սիրո խորհրդից։ Այլևս ոչինչ չի մնում վերցնելու կամ դալու։ Եվ այսպիսով մենք մերժում ենք նաև սիրո խորհուրդը։ Վերցնելով հարստությունը անարագ որդին առանց ետ նայելու հեռանում է եւ վայելում իր ազատությունը։ Գարցես թե ամեն ինչ հրաշալի կերտար։ Իր ընկերների հետ խնջույքներ, ծոք ու շվայտ կյանք եւ ոչինչ չի գաշկանդում գրծել որդուն։ Եվ թվում է թե հոր փոխարեն գտել է ընկերներ։ Բայց միթե այդ այսպես ասած բարի ընկերները նույն կերպով չեն վարվում անարագ որդու հետ, ինչպես ինքը վարվեց իր հոր հետ, ինչպես իր համար անհրաժեշտ էր հոր հարստությունը, նույն կերպով էլ ընկերներին նա հետաքրքրում էր միայն այնքանով, որքանով որ դրամ ուներ, այնքան ժամանակ որ հարստություն ուներ։ Եվ ահա վերջապես գալիս է այն պահը, երբ ունեցվածքը դրամը վերջանում է ու բոլոր ընկերները հեռանում են իրենից եւ վերցրեցին այն ամենը, ինչ որ իրենց պետք էր եւ հեռացան։ Իսկ կրսել որդին մնում է լքված ու մենակ։ Լքված էր եւ մենակ, ինչպես որ իր հայրը, որին լքեց հարազատ որդին։ Բայց ի տարբերություն որդու հայրը թեև լքված էր, բայց հարուստ էր իր սրտով։ Այնքան հարուստ, որ նույնիսկ պատրաստ էր ամեն վայրկյան ներելու հարազատ որդուն։ Իսկ սովի մատնված կրծել որդին փորձում է աշխատանք գտնել, ինչն ավելի է ձանրացնում նրա տառապանքները։ Եվ ոչ ոք նրան ուտելու բան անգամ չէր տալիս։ Եվ ինչ կարող էր ավելի ստորացուցիչ լինել հրյայի համար, քան խոզ արածացնելը։ Խոզը, որ անմատուր կենդանի էր համարվում հրյական իրականության մեջ։ Եվ ահա նրա աշխատանքն իր հոգեվիճակի արտացոլումն էր։ Անմաքուր խոզերի երամակը խորհրդանշում էր նրա հոգևոր անմաքրությունը։ Եվ այստեղ է, որ կրծել որդին սկսում է գիտակցել իր բոլոր մեղքերը եւ զղջալ։ Եվ լքված որդին այդ բոլորից մնում է մենակ ինքն իր հետ եւ նայում իր հոգու խորքը, հիշում իր մանկությունը, երբ ուներ սիրող եւ խնամող հայր։ Եվ հասկանում է, որ իր արարքով իրականում ոչ թե գործանել կամ սպանել է հորը, այլ հենց ինքը իրեն։ Երբ հիշում է հորը, նա հոգու խորքից հնչում է հայր բառը։ Վստահելով հոր սիրուն որոշում է վերադառնալ, նախապես պատրաստվելով իր զղջումի ապաշխարության խոսքերը, առաջին բառը պիտի լիներ հայր, որովհետև հոր պատկերը դեռ հարազատ էր որդու հոգում եւ վստահ էր, որ օտարի մոտ չէր գնում, ով չպիտի ճանաչեր, չպիտի ասեր
ներիր ինձ։ Հիշում ես, որ մի որդու ունեի, եւ հայրը սպասում էր։ Ավետարանը պատմում է, որ հայրը տեսավ իր որդուն ճանապարհին, ինչը վկայում է այն մասին, որ հայրը միշտ սպասում էր իր որդուն։ Գուցե ամեն օր, ամեն մի որոշակի ժամի դուրս էր գալիս եւ կարոտով ու սիրով նայում այն ճանապարհին, որով հեռացել էր իր որդուն։ Հոգու խորքում հավատալով, որ մի օր էլ այդ նույն ճանապարհով իր կորսված անառակ որդին պիտի վերադառնա։ Եվ ահա վերադառնում է մեկ օր։ Հայրը գնում է ընդառաջ, գրկում եւ համբուրում, պատվիրում է, որ իր նախկին հագուստը, նախկին պատմուջանը հագցնեն, մատանի դնեն, կոշիկներ մատուցեն, հագուստներ, որոնք որդին իր հեռանալու ժամանակ պարզապես հանել ու նետել էր հայրական տանշեմին, իսկ հայրը խնամքով պահել էր դրան։ Ինչպես Հակոբն իր որդու Ովսեփի զգեստներն էր պահել։ Եվ հայրը ոչինչ չի հարցում զավակին, վարվում է բոլորովին այլ կերպ, տալիս է նախկին պատմուջանը եւ այն հագուստը, որը որդին գրում էր նախքան հեռանալը հայրական տնից։ Ինչը նշանակում է, որ իր նույն որդին է, ոչինչ կարծես չէր փոխվել։ Մատանին նրա մատին է, որովհետև հայրը չի էլ կասկածում եւ լիովին վստահում է իր որդուն։ Սիրելիներ, կարծես այս պատմությունը ստանում է իր արժանի վերջաբանը, սակայն դեռ կծեր որդու պատմությունը չավարտված, մենք ականատես ենք լինում ավակ որդու օրինակին, ով վերադարձավ աշխատանքից, լսեց երգի ու ուրախության ձայնը եւ տեղեկանալով, թե ինչ է իրականում կատարվել, նեղ սրտեց, տխրեց, չարացավ եւ չէր ուզում նույնիսկ տուն մտնել։ Սակայն հայրը կրկին դուրս եկավ այս անգամ իր ավակ որդուն ընդառաջ։ Հայրը ընդունեց երկուսին էլ, թե ավակին եւ թե կրտսերին։ Եվ ամբողջ այս առագի մեջ մեզ թվում է, թե ավակ որդին օրինաբար, բարեպաշտ եւ առաքինի մեկը պետք է լիներ։ Սակայն ավետարանական այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ավակը այդպես էլ չհասկացավ, որ աշխարհում կարևորը աշխատանքը չէ, այլ սերը։ Հայր եւ որդի հարաբերության մեջ։ Այո, նա օրենք չխախտեց, բայց միայն հրամաններ էր կատարում։ Եվ հեգնանքով ասաց հորը. երբ եկավ քո այդ որդին եւ չասաց, թե իմ եղբայրը։ Սա հպարտության եւ չարության շատ մեծ օրինակ է մեզ համար, որը իբրև օրինակ դրսևորում է մեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Նա ամբողջ այդ տարիների ընթացքում ապրել է իր հոր հետ միասին, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի ընդհանուր բան չկար իր եւ հոր միջև։ Նա ընդամենը պարտականություններ էր կատարում։ Սիրահարացյալներ, մենք օրվա որդի մեջ նաեւ տեսնում ենք մեր վերադարձի ճանապարհը, որը տանում է մեր դեպի մեր հոգու խորքերը, որտեղ ամեն ինչ լավ է։ Դանում է մեր վաղ մանկությունը, որտեղ ամեն ինչ մաքուր ու պայծառ է, որտեղ կային որդու եւ հոր սիրով հոսված լավագույն հարաբերություններ։ Եվ այսօրվա ավետարանական հատվածը մեզ սովորեցնում է վերադարձի մասին։ Վերադառնանք մեր հոգու խորքը, որտեղ ամեն ինչ շատ լավ է, վերադառնանք մեր պատանեկություն, երբ նոր կյանք ենք մտնում, որտեղ դեռ ամեն ինչ մաքուր է։ Վերադառնանք դեպի մեր երկնավոր հայրը եւ ոչ թե դատավորը։ Աստված մեզ ծառաներ չի դարձնի, այլ կրկին կընդունի իբրև որդիներ։ Վերադառնանք այս վստահությամբ եւ առանց կասկածելու։ Վերադառնանք հետեւյալ հարցադրումները մեր առջև դնելով եւ դրանց պատասխանները գտնելով։ Ով ենք մենք։ Ավակ որդին, թե կրտսեր որդին։ Ում ենք մենք այս երկուսից ավելի նման։ Ցավոք,
պիտի արձանագրենք, որ նման ենք և մեկին և մյուսին։ Մեր անհարակությամբ կամ չարությամբ բոլոր մեղավոր դրսևորումներով մենք նման ենք երկուսին էլ։ Եվ որքան էլ մեր իրականությունը ցավալի լինի, հիշենք, որ ինչպես Հայրը ընդունեց թե ավագին, թե կրտսերին, ցավով ընդունեց արդար ավագ որդուն, իսկ ուրախությամբ կրտսեր անառակ որդուն։ Այդպես էլ կընդունի մեզնից յուրաքանչյուրին, եթե մենք զղջումով և ապաշխարությամբ, գիտակցումով ու վստահությամբ, սիրո խորը զգացողությամբ մեր քայլերը հենց այս պահքի շրջանում սկսենք ուղղել դեպի Աստված, դեպի մեր երկնավոր Տերը, որի վայել է փառք, հավիտյանս հավիտենից ամեն։